Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Մինասյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Մինասյան, Մոսկվան Հայաստանից հետ կանչեց իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Մենք նաև տեսանք, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցան։ Ես նաև պիտի հիշեցնեմ, որ Պուտինը քննադատել է Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը մինչ այդ եւ նաև կոչ է արել, որպեսզի հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի եւ մենք կողմնորոշվենք ի վերջո Եվրամիություն, թե Եվրասիական տնտեսական միություն ենք ուզում մնալ կամ գնալ։ Ընդհանուր առմամբ այս իրավիճակին դուք ինչպիսի գնահատական եւ մեկնաբանություն ունեք, այնուհետև անցնենք նաև դետալացմանը։ Իհարկե, դե նախ եւ առաջ մենք պիտի հասկանանք, որ այդ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս տրենդը պայմանավորված է երկու սկզբունքային խնդիրներից։ Դա իսկապես Հայաստան-Եվրամիություն աննախադեպ այս զարգացումները, որոնք որ մենք նաև արտացոլվեցին անցած ամիս Երևանյան երկու գագաթնաժողովների այդ ընդհանուր առմամբ Հայաստան ԵՄ ինտեգրացիոն գործընթացների նաև տեսանելիությունը դա առաջինը եւ հասկանալի է, որ նաև Ռուսաստանին, որը որ այս պահին արդեն 5-րդ տարին կարելի ասել գտնվում է ոչ ուղղակի, բայց ռազմավարական առճակատմանը Եվրոպայի հետ, դա բնականաբար անհանգստացնում է։ Եվ երկրորդը դա նույնպես հասկանալի է, դա Հայաստանի այս ներքաղաքական ընտրական գործընթացներում նաև Ռուսաստանը փորձում է որոշ չափով այս գործընթացներով տնտեսական, քաղաքական ուղերձներով նաև պրոռուսական, այսպես կոչված զանգվածի վրա ազդել, փորձելով ապահովել ապագա Հայաստանի խորհրդարանում, այսպես կոչված ավելի Ռուսաստանին, ասենք պրոռուսական ինչ որ մի քաղաքական ներկայացում, դա հասկանալի է։ Մյուս կողմից նաև մենք պիտի հասկանանք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունը նաև միջպետական են եւ բացի այդ ռետորիկայից, բացի բավականին նաև կոշտ արձագանքներից, բացի սպասվող նաև այդ տնտեսական այդ հետևանքներից կա նաև դիվանագիտական, քաղաքական, մշտական գործընթաց, որը արտացոլումն էր նաև երեկվա զանգը Վլադիմիր Պուտինին Փաշինյանին, որը որ ուներ նաև բացի ամեն ինչից նաև անձնական առիթ, բայց դա նաև չափազանց կարևոր էր քննարկելու այս իրավիճակը եւ նաեւ շատ ուշագրավ էին այն ասենք ինֆորմացիոն ուղերձները, որոնք որ հնչեցին եւ Երևանից եւ Մոսկվայից եւ այստեղ նաեւ բացի ամեն ինչից բացենք որոնք են ուշագրավը եւ ինչի այդ ասենք ինֆորմացիոն արձագանքներից մեկը այն էր, որ նախագահն եւ վարչապետը պայմանավորեցին հետագա հանդիպումների մասին։ Հետագա հանդիպումները կլինեն արդեն նախընտրական շրջանից հետո։ Այս ամենը, որը տեղի է ունենում հետևանքները ռուսական կողմից տնտեսության հետ կապված, դրանք պայմանավորված են զուտ ընտրություններով, հետագայում դրանք կվերացվեն, թե հակառակը դրանք կարող են ավելի մեծ թափ ստանալ եւ սրվել։ Դա կախված կլինի նաև այն դիվանագիտական եւ քաղաքական աշխատանքից, որը որ Հայաստանի նոր կառավարությունը կփորձի ձևավորել Ռուսաստանի հետ։ Հասկանալի է, որ դա կապված է առաջերտին բացի ԵՄ-ից նաև նախընտրական գործընթացներից, բայց վերջով հունիսի 7-ից հետո էլ կյանք կա եւ այդ կյանքը ավելի հետաքրքիր է լինելու եւ նրանից թե հայկական կողմը եւ դիվանագիտական եւ քաղաքական եւ ինչի՞ չէ նաև փորձագիտական եւ ասենք հասարակական կազմակերպությունների մակարդակներով կկարողանա համապատասխան ուղերձներ եւ համապատասխան երկխոսություն ապահովել ռուսական կողմի հետ թե ոչ, դրանից կախված կլինի նաև ձեր հարցի պատասխանը, որտեղ հասկանալի է, որ եթե մենք միայն այսպես կոչված առճակատման տրամաբանությամբ պատասխանենք եւ գործենք ռուսական կողմի հետ, հատկապես արդեն նախընտրական շրջանում, որտեղ կարծում եմ նաև այդ զգայունությունը Հայաստանի հասարակության մեջ որոշ չափով կմեղվանա, որտեղ հասկանալի է, որ նախընտրական այդ մթնոլորտը ավելի է ներքին Հայաստանի ինֆորմացիոն քաղաքական դաշտում, ավելի է այս հարցը հայ-ռուսական հարաբերությունների հարցը ավելի է սրացնում, բայց կարծում նախընտրական շրջանից հետո մենք ավելի նպաստավոր հնարավորություն կունենանք փորձելու Մոսկվայի եւ փորձելու նաեւ ԵԱՏՄ-ի մեր գործընկերների հետ այդ քննարկումները ունենալ, համոզված եմ, որ նաև կան ոլորտներ, որտեղ որ նաև նույնիսկ այս բավականին նյարդային արձագանքից ռուսական կողմից Մոսկվան պատրաստ կլինի լսելու Հայաստանի մոտեցումները եւ արգումենտները։ Ընտրություններից հետո կախված
թե որ քաղաքական ուժը կառավարություն կձևավորի, Ռուսաստանի քաղաքականությունը նույնը կմնա Հայաստանի նկատմամբ։ Բնականաբար կախված կլինի ոչ միայն որ քաղաքական ուժը կկազմի ասենք կառավարություն, կախված կլինի նաև թե խորհրդարանում Հայաստանը խորհրդարանական հանրապետություն, նաև խորհրդարանում որ քաղաքական ուժերը ինչ տեղ կզբաղեցնեն եւ ինչ քաղաքական ինչ համամասնություն այո եւ ինչ քաղաքական որ կշիռ կունենան Հայաստանի քաղաքացիությունում, դա բնականաբար կարա ազդի եւ բնականաբար ազդելու է Մոսկվայի մոտեցումներին, դա նաև պատճառներից մեկն է, ոնց որ նշեցի, նրան թե ինչը այս պայն տեղ ունենում, բայց մյուս կողմից նաև կարծում եմ, որ Ռուսաստանի համար նույնպես կարևոր է հատկապես այն ռազմավարական իրականության մեջ, երբ որ Ռուսաստանը արդեն 5-րդ տարի է ներգրաված է ուկրաինական հակամարտության մեջ, որը որ սպառում է Ռուսաստանի գրեթե բոլոր ռազմական, քաղաքական, տնտեսական եւ այլ ռեսուրսները, Ռուսաստանը նույնպես շահագրգռված նրանում, թե Հայաստանի հետ հարաբերությունները միգուցե չբերել ինչ որ այն անցնելով այն կարմիր կետը, որից հետո հետադարձ չկա, պարզապես այդ կարմիր գծերի քննարկումը պիտի արվի համապատասխան մակարդակով։ Պարոն Մինասյան, ՀԱՏՄ մյուս երկրների արձագանքը եւս կարծես թե միանում է բուն Մոսկվայի արձագանքին եւ նամակ է հղվում հայկական կողմին։ Սա ինչի մասին է վկայում։ Սա նշանակում է զգուշացում, թե ինչի մասին է խոսքը։ Դա զգուշացումը, դա քաղաքական ուղերձ է, չնայած որ ես ճիշտ ասած շատ դժվար եմ պատկերացնում, հաշվի առնելով Հայաստանի եւ ՀԱՏՄ-ի այլ երկրների քաղաքական համակարգն ու առանձնահատկությունները, թե այդ երկրներում ինչ են, այսինքն հանրակրվեի պահով հասկանում եւ դա ոնց է ընկալվում Հայաստանի իրականության մեջ, որտեղ հասկանալ է, որ Հայաստանը իր բոլոր խնդիրներով ունի աննախադեպ ավելի բաց եւ ավելի ժողովրդավար է ավելի ոչ կոնսոլիդացված ժողովրդավարությունը, որը որևէ չի կարելի համեմատել ՀԱՏՄ այլ երկրների հետ։ Բայց դա հասկանալի է, որ նաև քաղաքական ուղերձ է ՀԱՏՄ-ի կողմից, բայց այստեղ նաև շատ կարևոր մի կարևոր էլեմենտ էլ նշեմ, Հայաստանի հարաբերությունները ՀԱՏՄ-ի հետ նույն ձևով ոնց որ ժամանակին Հայաստանի հարաբերությունները եւ անդամակցությունը հապկում, դա բացառապես կամ գրեթե ամբողջությամբ պայմանավորված է Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններից։ Տնտեսական առումով ՀԱՏՄ-ի նշանակությունը Հայաստանի համար պայմանավորված է ռուսական շուկայով, ռուսական շուկայի հնարավորություններով եւ նաեւ ռուսական էներգակիրների եւ այլ կարևոր ապրանքների ներդրումը Հայաստան, այսինքն մենք պիտի հասկանանք, որ ՀԱՏՄ-ն Հայաստանի համար տնտեսական առումով բացառապես նշանակություն ունի հայ-ռուսական, ասենք համատեքստում եւ նաեւ նույնպես հասկանալի է եւ դա գաղտնիք չի, որ քաղաքական առումով ՀԱՏՄ-ում վճռորոշ եւ գլխավոր դերը եւ կարծիքը ունի Ռուսաստանը։ Հիմա մինչև դեկտեմբեր, եթե հարցը պետք է քննարկվի Հայաստանի, ինչ հնարավոր սցենար կարող է տեղի ունենալ այդ պարագայում։ Գիտեք, ելի փորձենք վերադառնանք այն ասենք թեմային, որից որ մենք սկսեցինք, շատ կարևոր կլինի թե նախ հետընտրական շրջանում ինչ ձևաչափ քննարկումների երկխոսության եւ քաղաքական եւ տեխնիկական մակարդակներով կարողանա Հայաստանը ապովել Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, որ շրջանակները որոշ չափով կփոխվեն, կարծում եմ, որ որոշ նյարդայնությունը կարա նվազի, բայց բնականաբար այստեղ դա այն աշխատանքը, որը որ պիտի արվի եւ պետական մակարդակով եւ հասարակական եւ փորձագիտական դաշտում։ Բայց երբ ասում եք ինչ որ շրջանակներ գուցե փոխվեն, ինչ նկատի ունեք եւ ինչ հնարավոր սցենարներ կան այդ տարբերակում Հայաստանը ինչպիսի մոտեցումներ պիտի որդեգրի։ Ես կարծում եմ, որ ելնելով այն հանգամանքից, որ հետընտրական շրջանից հետո Հայաստանում քաղաքական այդ մթնոլորտը պիտի որոշ չափով ավելի կայունանա եւ նաեւ համապատասխան եւ ուղերձները եւ համապատասխան մեսեջները քաղաքական գործիչների կողմից ավելի հանգիստ կլինեն մի կողմից, մյուս կողմից նաեւ մենք պիտի հասկանանք, որ այն այլ թեման բացի տնտեսական խնդիրներից, որոնք որ կա հայ-ռուսական հարաբերությունում, Հայաստան-ԵՄ գործընթացում, դա նույնպես անխուսափելիորեն որոշ չափով հետդարձ ունենալու այն տեսանկյունից, որ մենք իսկապես այդ շրջանում այդ սամիտների ապավելով եւ այլ գործընթացներով իսկ
հասել ենք աննախադեպ շատ բարձր մակարդակի Հայաստան-ԵՄ հարաբերություններում, որից հետո արդեն Հայաստանը տրամաբանորեն պիտի որակապես ինստիտուցիոնալ նոր, ասենք, աստիճանի հասնի Հայաստան-ԵՄ հարաբերություն, որը որ այս պահին դեռ իրատեսական չի, ելնելով պարզապես ԵՄ-ի առանձնահատկություններից եւ ստանդարտներից։ Եվ հետևաբար այս տեսանկյունից ես կարծում եմ, որ նույնիսկ եթե լինեն ինչ-որ գործընթացներ, այդ աստիճանի զգայուն, ասենք, հայտարարություններ չեն լինելու Հայաստան-ԵՄ գործընթացները, որոնք որ ավելին նյարդայնացնեն, այսպես կոչված, Մոսկվային եւ իր գործընկերներին հետխորհրդային տարածքում։ Պարոն Մինասյան, երբ ասում են հանրաքվե արեք եւ որոշեք այստեղ եք թե այնտեղ, սա ինչի համար է ասում, սա սպառնալիք է, սա ընտրության, վերջնական ընտրության հարց է Հայաստանի առջև դնում, թե ինչի մասին է խոսքը։ Թե դիվանագիտական առումով դա բարի ցանկություն է։ Դե ուզում հասկանալ, մենք արդեն հասել ենք այն եզրագծին, որ իսկապես պիտի ընտրենք Եվրամիություն, թե ԵԱՏՄ, մենք չենք ասել այդ գծին եւ դուք գիտեք, որ նաեւ Հայաստանի եւ քաղաքական եւ դիվանագիտական լեքսիկոնում շատ տրամաբանական մի եզրույթ առաջ քաշվում, որ հաշվի առնելով այն, որ Հայաստան-ԵՄ գործընթացը դա երկար գործընթաց է, դա տարիների, եթե ոչ տասնամյակների մասին է ինչ-որ վերջնական հանգոլացմանը, հասկանալի է, որ այդ գործընթացում Հայաստանը չի ուզում ընտրություն անել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև։ Հասկանալի նաև պատճառներով, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը շատ կարևոր է Հայաստանին ֆինանսական, սոցիալ-տնտեսական եւ այլ նաև քաղաքական տեսանկյունից, չնայած որ նույնպես նաև Հայաստանի շարունակվող անդամակցությունը ԵԱՏՄ-ում ունի իր քաղաքական գինը, բայց քաղաքականության մեջ միշտ դու պիտի փորձես ընտրես լավի եւ վատի եւ ավելի վատի միջև եւ այստեղ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ, այն որ մեր գործընկերների կողմից ԵԱՏՄ-ի անդամ երկրները եւ հատկապես Ռուսաստանի կողմից փորձում են առաջ քաշվել ինչ-որ այդպես կոչված վերջնագրային ինչ-որ ասենք ուղերձներ, դա բնական է, իրանք ունեն իրանց մոտեցումներ, հատկապես ոնց որ նշեցինք Ռուսաստան-Եվրամիություն առճակատման այս ֆոնի վրա, բայց նաև մեր աշխատանքն է փորձել համոզել եւ փորձել ներկայացնել մեր գործընկերներին եւ Մոսկվայում եւ այլ երկրներում, որ այդ գործընթացը չի որևէ ձևով վնասում Ռուսաստանին եւ մյուս կողմից նաեւ Հայաստանը շարունակում է մնալ տնտեսական առումով նաեւ կարևոր գործընկեր Ռուսաստանի համար, կարևոր գործընկեր որպես ԵԱՏՄ-ի անդամ երկիր, որտեղ նաև որոշ չափով դա թույլ է տալիս Ռուսաստանի տնտեսությունը օգտագործել հայկական շուկան եւ հայկական հնարավորությունները զարգանալու միջազգային, ասենք, շրջանակներում հայտնի արևմտյան պատժամիջոցների ֆոնի վրա։ Կարծիքներ են հնչում այն մասին, թե ինչու պիտի Ռուսաստանը սպասի այնքան ժամանակ, մինչև Հայաստանը հարթի իր ճանապարհը դեպի Եվրամիություն եւ մի օր կանգնի ու վերջնական հայտարարի, որ ես արդեն կարող եմ, ի վիճակի եմ Եվրամիությունում իմ տեղը գտնելու եւ ես դուրս եմ գալիս ձեր կառույցներից, ԵԱՏՄ-ից եւ այլն եւ այլն։ Ինչ կասեք այս կարծիքների մասին։ Հայաստանը Իմիջիայլոց նման տեսակետներ որոշակիորեն նաեւ ռուսական կողմից են հնչում, թե ինչու մեր փողերով դուք պիտի կարողանաք ձեր գործերն առաջ տասնել։ Իհարկե բովանդակություն էսպիսին չի, բայց ընդհանուր Հայաստանը Ռուսաստանի համար միշտ ունեցել է նշանակություն ոչ թե որպես տնտեսական կամ ֆինանսական գործընկեր, Հայաստանի դերը Ռուսաստանի տնտեսության համար այդքան էլ կարևոր չի։ Հայաստանի նշանակությունը Ռուսաստանի համար դա ռազմավարական, ռազմաքաղաքական եւ աշխարհագրական է։ Այսինքն այն, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ-ի անդամ, չունենալով ԵԱՏՄ-ի հետ օրինակ անմիջական ցամաքային սահման եւ այլն, դա պայմանավորված է այն ռազմավարական նշանակությամբ, որը որ Հայաստանը ուներ եւ ունի Ռուսաստանի համար եւ դա Ռուսաստանում նույնպես շատ լավ հասկանում եմ եւ նաեւ Ռուսաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը առաջերտին մտածում է աշխարհագրական եւ ռազմավարական կատեգորիաներով, այլ ոչ տնտեսական։ Հետաբար այո, լրագրողներ, այո, քաղաքական գործիչներ կարող են ասեն, բայց մենք պիտի հասկանանք այդ կարևոր հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է ունենալ Ռուսաստանի համար ռազմավարական եւ աշխարհագրական նշանակություն։ Դա իհարկե չի նշանակում, որ դա աբսոլյուտ ինչ-որ մի նշանակություն ունի, բայց այն պայմաններում, երբ որ Ռուսաստանը իսկապես այս պայն դեռ չունի հնարավորություններ
այլ թաթերաբեմներից ռազմավարական, ռազմաքաղաքական ռեսուրսներ կուտակել Հարավային Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում, խոսում են նրա մասին, որ նույնիսկ այս դժվար իրավիճակում Ռուսաստանը նույնպես փորձում է չանցնել այն կարմիր գիծը, լիովին կորցնելով Հայաստանը։ Այսինքն մենք Ռուսաստանի համար ավելի քան մեծ նշանակություն ունենք, քան հակառակը նաև։ Ռուսաստանը նույնպես եւ դրական եւ բացական առումով Հայաստանի եւ ընդհանրապես բոլոր հետխորհրդային երկրների համար ունի առանցքային նշանակություն։ Այն, որ կողմերը կարան շահագրգռված լինեն գործողությունների եւ համագործակցության մեջ դա կարեւոր, բայց նաեւ յուրաքանչյուր երկիրը ունի այն կարմիր գիծը, որից հետո դա նպատակարար չի լինում։ Եվ մենք արդեն մի քանի փուլեր անցել ենք, ասենք Հայաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերություն եւ 20 եւ 23 թվականները դա բավականին լավ ցույց տվեցին, որ այո կա նշանակություն, բայց ոչ պետք է թերագնահատել, ոչ էլ ուռճացնել այդ նշանակությունը աշխարհագրական եւ ռազմավարական Հայաստանի ասենք Ռուսաստանի համար եւ նաեւ տնտեսական, էներգետիկ, ֆինանսական նշանակությունը Ռուսաստանի Հայաստանի համար։ Պարոն Մինասյան, Հայաստանը ասում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հանրաքվե այս պահին անել չի պատրաստվում։ Դա կարևի միայն այն ժամանակ, երբ որ նպատակահարմար կլինի այն առումով, որ հասել ենք այդ կետին։ Հայկական կողմի մոտեցումը հասկանալի է ձեզ համար եւ ոնց եք դուք դա մեկնաբանում։ Ես ճիշտ ասած չեմ պատկերացնում, որ որևէ այլ մոտեցում կարող լիներ եւ հասկանալի է, որ ելի եմ կրկնում, դա դիվանագիտական առումով այդ նամակը կարելի է բարի ցանկություն համարել, քաղաքական առումով դա կարելի է այլ ձևով անվանել, բայց հասկանալի է, որ դա որևէ ձևով ոչ իրավական, ոչ այլ ինչ-որ իմպերատիվ նշանակություն ոչ Հայաստանի կառավարության, ոչ Հայաստանի հասարակության համար չունի։ Բայց դա դիվանագիտական գործընթաց է եւ հայկական կողմը այդ թեմայի շուրջ կարա շարունակի բանակցություններ, քննարկումներ, երկխոսություն կարա չշարունակի։ Մեր նպատակն է այն ձևով զարգացնել այս գործընթացը, որ եւ Ռուսաստանը եւ ԵԱՏՄ-ի մեր այլ գործընկերների հետ մենք կարողանանք բացատրենք եւ ներկայացնենք մեր մոտեցումները եւ չանցնել այն կարմիր գիծը, որով համոզված եմ նաեւ մեր գործընկերները ԵԱՏՄ-ը նույնպես չեն ցանկանում։ Որքան է հնարավոր խորացնել Եվրամիության հետ հարաբերությունները, միևնույն ժամանակ պահպանելով Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ու կապերը։ Հայաստանը արդեն վերջի տասնամյակում դա արել է, վերջի 2 տարում Եվրամիության հետ այդ գործընթացը իսկապես արագացել է, բայց մենք պիտի հասկանանք, որ ԵԱՏՄ-ն առաջերտին դա տնտեսական, ֆինանսական, էներգետիկ շահագրգռություն Հայաստանի համար, այն դեպքում, երբ որ Եվրամիության հետ մենք ունենք ոլորտներ, սկսած ժողովրդավարության հետ կապված, օրենքի գերակայունության, ինստիտուցիոնալ ռեֆորմաները, այդ թվում այդպես կարևոր ոլորտներ, որ ասենք իրավականը, իրավապահ մարմինների, վիզաների լիբերալիզացման, տեխնոլոգիական զարգացումը, որոնք որ որևէ ձևով բացի քաղաքական ընկալումներից չեն հակասում Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամակցության։ Կան ոլորտներ, որոնք որ իսկապես հակասում են, դա տնտեսական, դա մաքսային ոլորտներն է, դա հասկանալի է, բայց կան ոլորտներ, որոնք որ Հայաստանը Եվրամիության հետ զարգացնելով դա որևէ ձևով չի կարա հակասի։ Նույն ասենք իսկ քաղաքական հարաբերությունների զարգացման տեսանկյունից քաղաքական հարաբերությունների զարգացման առումով դա այն գլխավոր աշխատանքն է, որը որ եւ դիվանագիտական եւ քաղաքական մակարդակով մենք անենք, որովհետեւ Հայաստանի մոտեցումը այն է, որ ինքը պիտի փորձի շարունակի բալանսավորված քաղաքականությունը եւ նույնիսկ եթե ակտիվացում ունենա ինչ որ մի ուղություններում կամ բևեռներում, դա պիտի չանցալվի որպես լուրջ ինչ որ խոչընդոտ կամ լուրջ ուղերձ, ասենք մյուս կողմերին։ Եվ այդ առումով ես մի օրինակ բերեմ, դա միշտ նկատվում էր Հայաստանի օրինակ ռազմատեխնիկական դիվերսիֆիկացիայում, բայց վերջի շրջանում, երբ որ դու հնարավորություն ունես ցուցադրել միանգամից եւ ռուսական եւ ֆրանսիական զինատեսակներ, որ այս պահին օրինակ իրար դեմ մարտնչում են Ուկրաինայի դաշտում, կամ դու կարաս իրանական եւ ամերիկյան միջոցներ ցուցադրես կամ իրանական ցուցադրելը Միացյալ Նահանգները մենք ունենք եւ միջոցները, որոնք որ փաստացի իրար դեմ էին վերջերս օգտագործվել արդեն Պարսից ծոցում, կամ դու կարաս չինական եւ հնդկական զինատեսակները ցուցաբերես նույն տեղում, շատ լավ իմանալով Չինաստանի եւ Հնդկաստանի
այն լուրջ ռազմավարական խնդիրներ։ Այսինքն նույն ձևով ոնց որ թվում է թե մենք փորձում ենք շատ ծանր եւ բավական դժվար պայմաններում ապահովել մեր ռազմատեխնիկական եւ անվտանգային դիվերսիֆիկացիան, նույն ձևով մենք պիտի փորձենք դա անել նաեւ այս կարևոր Ռուսաստան Եվրոմիություն եւ քաղաքական հարթության վրա։ Քաղաքական հարթության մեջ դա հեշտ աշխատանք չի, բայց դա պիտի կատարվի։ Պարոն Մինասյան, գազի գնի թեման գործընկերային քննարկում է, թե օրինակ քաղաքական ճնշման կամ տնտեսական ճնշման գործիք։ Մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր էներգակիրները դա շատ կարևոր քաղաքական գործիք է։ Մենք տեսնում ենք սկսած Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ բնականաբար նաեւ ամեն ինչ ինչ որ կապված է նաեւ եւ էներգետիկների Հայաստան, ասենք, իմպորտի հետ եւ դրա գնի հետ դա քաղաքական որոշման հարց է։ Եվ դա նույնպես օգտագործում է եւ քաղաքական ճնշման եւ նաեւ քաղաքական առևտրի համար։ Այս դեպքում քաղաքական ճնշման եւ առևտրի համար դա շատ հաճախ միևնույն գործընթացներ են։ Կարծիքներ եվրոպական այսպես մոտեցումներ ունեցող կուսակցությունների կամ քաղաքական գործիչների կողմից հնչում են այն մասին, որ հնարավոր է առանց ռուսական գազի ապրել։ Ասում են մենք այլ ընտրանքներ կունենանք։ Նրանք ովքեր որ հակված չեն այդ մտքին, ավելի շատ գտնում են, որ ռուսական գազի ազդեցությունն այնքան մեծ է մեր տնտեսության վրա, որ մենք առանց դրա չենք կարող ապրել։ Սրանք ծայրահեղ մոտեցումներ են, այլ ընտրանքներ կան, թե խնդիրներն են այստեղ ավելի շատ, եթե օրինակ գազի գինը թանկանական վատագույն դեպքում, այսպես ժողովրդական լեզվով ասած, կտրեն գազը, մենք ունենք այլ ընտրանքային հնարավորություններ այլ տեղերից էներգակիրը ձեռք բերելու։ Ցանկալի չի։ Յուրաքանչյուր ֆորս մաժորային իրավիճակ կարող ստեղծվի, ֆորս մաժորային իրավիճակին նույն ձևով կլինեն ինչ որ արձագանքներ, բայց դա պարզա որ շատ լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի եւ տնտեսական, եւ սոցիալ, եւ քաղաքական մթնոլորտի համար։ Ներկա իրադրությունը կարող է դեպի այդ կողմ սրվել, թե չկանխատեսում։ Այս պահին մենք այդ կետին չենք անցել եւ ես կարծում եմ, որ արդեն մյուս շաբաթ, երբ որ ավելի հստակ կլինեն արդեն Հայաստանի նոր ներքաղաքական շրջանակները, հնարավորություն կլինի նաեւ հուսամ, որ այդ հարցերը քննարկել եւ ներկայացնել նաեւ ռուսական կողմի հետ այլ քաղաքական մթնոլորտի ֆոնում եւ գործընթացներում։ Ամփոփելով, Եվրամիությունը եւս արձագանքել է տեղի ունեցածին, դատապարտելով Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ, իրենք ասում են, որ որպես ինքնիշխան ժողովրդավար եւ անկախ երկիր Հայաստանը ունի իր սեփական ուղին եւ գործընկերներ ընտրելու բոլոր իրավունքները, ոնց կմեկնաբանեք այս հայտարարությունը Եվրամիության կողմից։ Մոտեցում է, որ լիովին բխում է եվրոպական կողմի եւ եվրոպական անդամ երկրների տեսանկյունից, առավել եւս հաշվի առնելով ներկայիս շատ լուրջ քաղաքական եւ ռազմավարական հակամարտությունը ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ։ Իհարկե մեր գործընկերների հետ ԵՄ-ում մշտական հայկական կողմը ունի երկխոսություն այս հարցերով, այո, մենք կարծում ենք, որ առնվազն քաղաքական առումով դա նույնպես կարող դառնա լրացուցիչ ինչ-որ լծակ Հայաստան-Ռուսաստան այս գործընթացներում, միգուցե նաև կարող է ձեր նախորդ հարցին պատասխանել, շարունակելով պատասխանել նաև ինչ-որ տնտեսական աջակցության հնարավորություն նույնպես լինեն, բայց ես հուսամ, որ այս պահին մենք դեռ չենք ասել այդ կետին եւ հուսամ նաև, որ չենք էլ ասնելու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Զրուցակիցս Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն էր, կհանդիպենք։